Ողջույն բարեկամներ, մինչև կանդադառնամ այսօրվա նորություններին, ես ուզում եմ ուղղակի հիշեցնել, որ 12-ին կարող ենք հանդիպել Գլենդելում 250 North Orange Street հասցեով, ցերեկվա ժամը 3-ին, այնպես որ խնդրեմ համեցեք, մուտքն էլ ազատ է։ Եվ այսպես, Դավիթ Մինասյանը կրկին կալանավորվեց։ Դավիթը արդեն տրամադրությունը բնականաբար լավ չէ, ես ասեցի, չէ, շատ գրագետ, պայծառ տղա է, բայց ամեն դեպքում նա ընդամենը 18 տարեկան է, նոր է դարձել 18 տարեկան, չի էլ կողմնորոշվում, թե իր հետ ինչ է կատարվում, նոր ինձ հարցնում է, բա հիմա ինձ ինչ են անելու, բա հիմա ինձ ուր են տանելու, չի էլ պատկերացնում, որ ինչ պետք է լինի իր հետ։ Անկեղծ ես Դավիթին նայում եմ ու չգիտեի, ասում եմ, խնդրում եմ Դավիթ ջան, հույսով եմ վաղը արդեն տուն եմ գնալու, այս մի օրն էլ բալոս դիմացի, անկեղծ եմ ասում, այդպես եմ իրան ճանապարհը։ Քննիչները դե իրանց ասածը պնդեցին, ամենայն դեպս այն ինչը որ տեսանյութերով չէր հիմնավորվել եւ մեզ համար տեսանելի չի։ Քննիչը նշում է, որ կոնկրետ հարված ա եղել, եւ հարվածը դիտել է գործադիր իշխանության ներկայացուցիչ։ Ամենայն դեպս դուք բոլորը տեսել եք տեսանյութերը, բաց աղբյուրներում առկա է։ Կա դուք տեսել եք, հարված տեսել եք, հարված, որը տպել է ինչ-որ անձնավորության։ Իմջելոց այդ քննիչներին, որոնք ոչինչ չէին գտել տանը բացի դիպլոմներից եւ գովասանագրերից, հեռացվել են պաշտոնից։ Վատ աշխատելու համար։ Հա։ Գնացել էին, պետքա ռունկ գտնեին, նարկոտիկ գտնեին, իշխանությունը բռնի զենքով զավթելու քարտեզներ գտնեին։ Այս երեխեքը, հիշում եք, ես ասեցի մոլորված կանգնած են։ Երևում է, որ նոր սերունդ են, իրենք էլ չեն հասկանում ինչ են եկել այստեղ։ Ուղղակի ուղարկել են, եկել են էլ։ Հա, որ ինքան իրենք ոչ մի լավ բան չէին գտել, որ Արտուր Պողոսյանին ուրախացնեին, որ Նիկոլ Փաշինյանին ուրախացնեին, նրանց էլ հանել են քննիչներին գործից։ Ասում սրանք ասում են, տղեկ, էական չի ով ինչ արել։ Դուք պետք է հորինեք, դուք պետք է ստեղծեք մի իրավիճակ, որ հայ ժողովուրդը, հայ մանուկը, երիտասարդը սարսափի էս իշխանություններից, սարսափի, որ մենք հանգիստ կարողանանք երկիրը տանք թուրքերին։ Չեք հասկանում։ Չեք հասկանում, իսկ Արտուր Պողոսյանը որոշել է ինչ անելու ինքը հունիսի 8-ին։ Ուժայիններ, քննիչներ, դատախազներ, դատավորներ, ձեզանից է շատ բան կախված։ Նաև ինչ կլինի ամսի 7-ին, 8-ին, 9-ին, 10-ին, չէ՞ կյանքը չի վերջանալու, ոչ 8-ին, ոչ 9-ին, ոչ 10-ին։ Դուք ստիպված ապրելու եք Երևանում, մենք էլ ստիպված ապրելու ենք։ Այստեղ ամենամեծ հարցը ո՞նց ենք ապրելու։ Դուք համաձայն եք սրա։ Գիտեք, չի բացառվում, որ վաղը ձեր երեխեքը կարող է իրոք մարդ լինեն։ Հետո նայեն այս կադրերը ու գետի նմատեն, ազգանունները փոխվեն, օրինակ, որ չասոցացվեն ձեզ հետ։ Ձեր հետ շշփվեն ու հասկանալով, որ դուք իր եւ իր ընկերների ապագաներն եք խորտակել։ Հասկանում եք, այդպես վտանգ կա։ Այդպես վտանգ կա, որ կարող է ձեր երեխեքը ձեզ նման չլինեն։ Որովհետեւ երեխեքն ապրում են ու մեծանում են իրենց աշխարհում, իրենց ընկերների հետ։ Միշտ չի, որ տնից վերցնում են ինչ-որ իրանց զորով ստիպում են, էլի։ Միշտ չի, որ կրկնում են ծնողների կեղտոտ ճանապարհը։ Մտածել եք դրա մասին։ Մտածեք, բաց չի։ Մեկ մտածեք էլի։ Մենք եւ մյուս տեսա երեզները զննեցին, որտեղ երևում է հենց ամենասկզբից, ոնց են Դավիթին փրում, ինչից հետո է այդ ամեն ինչը առաջանում, ոնց է Դավիթը ընկնում։ Ես ասեցի նախորդի, որ անգամ Դավիթին հարվածելու հանգամանքն է փորձում։ Դավիթի ընկերներն են բողոքում։ Դպրոցական երեխեք ամեն ինչ թողած, փոխանակ պատրաստվել քննություններին, ավարտական ընդունելության։ Խեղճ երեխեքը դեռ կյանք չմտած եկան ու առհա բախվեցին կեղտոտ համակարգին։ Կներեք երեխեք, կներեք, որ ձեզ ենք ժառանգում այս չլուծված հարցերը, կներեք մեզ, եթե կարող եք։
Իհարկե ծնողներ կան, որ ասում են լավ են կարևոր ես ենք ժառանգում ձեզ, ու սա է ձեզ քիչ է, ու սա լավ է, բայց ես ասում եմ ներեք մեզ, դուք հիմա ուրիշ բաների մասին պետք է մտածեիք, ոչ թե ձեր ընկերոջ ազատության եւ անվտանգության մասին, բայց սա է կյանքը, ես ձեր տարիքին 88 թվի շարժմանն էի մասնակցում իմ ձևերով, ձեզ էլ սա է բաժին ասել, ամեն դեպքում կյանքի փորձը, դուք մի բանից պետք է իմանաք դուք ում հետ գործում եք, ձեր տանը ում են ձայն տալու, ձեր ավագ ընկերները ում են ձայն տալու, կամ հենց դուք արդեն 18 տարեկան եք, ցանկացած դպրոցական պիտի իմանա, որ ինքը կարող էր Դավիթի տեղը լինել, հա, Դավիթի տեղը կարող էր լինել, եթե ունի արժանապատվություն, եթե ունի ինքնապաշտպանության վնաստ, խոսքը բույսերի մասին չի, բույսերի ոչինչ հետաքրքիր չի, ոչ վտանգ, ոչ արժանապատվություն, ոչ ապագա, ոչ ներկա, ներկան էլ հետաքրքիր չի, իներցիայով ապրում են։ Մենակ Դավիթ Մինասյանի հետ կապված ինչու են ոստիկանները քաղաքացիական հաստատող բերման ենթարկում նրան եւ արդյոք նման դերով բերման ենթարկելը ներկայացող ճիշտ է Այսինքն հարցը միջև վերելակը հաստատվի չէ ճեպազրույց է սա եթե իհարկե Դա մի հարցի պատասխանեք ինչու են քաղաքացիական հաստատող նիստի չեմ պատասխանում ոչ մի հարց Ձեր ոստիկանները ինչու են քաղաքացիական հագուստով բերման ենթարկում 18-ամյա պատանում։ Վախենում են ոստիկանի հագուստով գային, որ այնտեղ եղած քաղաքացիները ավելի շատ ըմբոստության ձայն կապացել։ Իհարկե վախենում են։ Բա բոլորը ոստիկանական համազգեստով չեն հայտնվելու, թե որ պարզվեց եկեղեցուն ոստիկանից բացի այլ բան չկա։ Այլ բան, ոչ թե այլ մարդ։ Իհարկե, պետք է բոլորը քաղաքացիականով լինեն։ Ես դրա համար եմ ասում, եթե հանկարծ բոլորը իրենց համազգեստով լինեն ծառայողական, կպարզվեն, որ եկեղեցուն ոստիկաններից բացի այլ բան չկար։ Սա է ոճը։ Ընդ որում ես ոճի դեմ ժամանակին բավականին աղմկում էր հենց այսօրվա հերոսը, Փաշինյան Նիկոլան։ Կասկան մեկ չկա ավելի զզվելի բան, քան ճորտից միանգամից բռնակալի աթոռին հայտնված ճորտը։ Որովհետև ինչպես ասում է հին իմաստությունը, ոչ մի ստրուկ չի ձգտում ազատության, դրանք ձգտում են ունենալ սեփական ստրուկները, ու հենց մեր մաշկի վրա պետք է զգայինք դա։ Իսկ սա ամենաֆենոմենալն է, մի հատ լսենք։ Դիմեք, այո, դիմեք, գլխավոր դատախազին չծառայելու ընկերը, ձեր մասով, ես ես նայում արդեն տեսնում եմ, դուք պիտի չծառայեք, ինչ մասով։ Ձեր տղան չի ծառայում։ Չէ, իմ տղան շատ բարձրակարգ տղա է, քո համեմատ, ուրիշ։ Քո համեմատ շատ բարձրակարգ տղա է, դրա չի ծառայել։ Սա անվտանգության հանձնաժողովի նախագահն է։ Փաստորեն անվտանգության հանձնաժողովի նախագահի գնահատմամբ բարձրակարգ տղեկը չեն ծառայում, այլ ծառայում են ցածրակարգ տղերքը։ Թե ինչի Նարեկին Կիրակոսյանի նայելուց հետո հասկացա, որ չի ծառայում, ու ասեց ձեր նման չի բարձրակարգա, երևի Նարեկ Կիրակոսյանը նույնիսկ ցածրակարգ չէր, երևի ուրիշ պրոբլեմ ուներ, որ նայեց ասեց այ մամա դու չես կարող ծառայես։ Լսենք էլ ինչ ասում։ Դու նրա գիտելիքների չափ որ ունենաս, դու էլ չես ծառայում։ Օ, փաստորեն, ինքը համ բարձրակարգ տղա է, որ չի ծառայել, համ էլ գիտելիքներով շատ ա եղել, դրա համար չի ծառայել։ Դե ինչ, այսօր կարող ենք ուղղակի իրենց խոսքերից եզրափակել, որ բանակում ծառայում են տգետները, իրենց գնահատմամբ եւ ցածրակարգ մարդիկ։ Այսօրվա Հայաստանի բանակը, փաստորեն, սրանք ամփոփում են որակային իմաստով հենց դրա մեջ, ու ասում են դա անում է ոչ ավել ոչ պակաս Հայաստանի, հա, պատգամավոր, իշխող ուժի պատգամավոր
Այս անվտանգության դրսով խորհրդականը ինչ է նորից ասեցի արդեն մոռացել։ Հանձնաժողովի նախագահը։ Ասում ստեղծել են մի հատ բանակ, հա, որը աշխատել են համալել վատ տղեկով եւ վատ սովորողներով։ Ես այս Անդոնին ուզում եմ ասեմ, որ մտածում ես քո տղեն լավ տղա է, դա չի ծառայել եւ ինքը դες մեծ արժանինքներ ունի։ Ես չեմ ուզում վիճարկել մեծ արժանինքներ ունի թե չունի, բայց պատկերացնում ես քո տղեն ստիպված է լինելու խոստովանել, որ ինքը Անդոյի տղեն է։ Եթե իրոք լավ տղա է ինքը, ես պատկերացնում եմ իր համար ինչ խորը դեպրեսիա է, ինչ խորը ցնցում է գիտակցել, որ ինքը Անդոնի տղեն է։ Հա, հենց Անդոյի, որը իր ամբողջ կենսագրությունով, սկսած 88 թվականից, սկսած երկրաշարժի տարիներից մինչև այսօր, ապրել է ու աշխատել է բացառապես արյան վրա։ Սկսած 88 երկրաշարժի տեխնիկայի թալանից մինչև երկու մեծ պատերազմի հանցագործությունների կոչումը։ Աստուն Անդոն մնաց պատմության մեջ որպես հայ մարդու ողբերգության վրա կարիերասարքած եւ հարստացած երեւույթ։ Հիմա եթե իր բնորոշմամբ իրոք իր տղեն լավ տղա է, արժանինքներով, ոչինչ չեմ բացառում, չեմ ճանաչում։ Ուրեմն պատկերացնում եմ այս տղու համար հիմա ինչ ողբերգական պետք է լինի, այս ամեն ինչը լսել ու առերեսվել սրա հետ։ Որովհետև էսի ճշմարտությունը, էսի կարծիք չի։ Ինքն էլ գիտի սրա մասին։ Ու հետաքրքիր է գիտեք, որ այս ագրեսիան պատասխանան։ Գիտեք ինչի։ Որտեվ հասկանում եմ, որ լավ չի վիճակը։ Որովհետև սրանց ենթագիտակցության մակարդակի վրա լավագույն պաշտպանության ձևը հարձակվելն է։ Գիտեք ովքեր են հարձակվում այդպես ագրեսիվ։ Որոնք վստահ չեն իրենց վաղավորվա վրա։ Եվ ինձ ուրախացնում է։ Ես պետք է ասեմ Անդոն, մինչև Փաշինյան Նիկոլի իշխանության գալը, մինչև քո հանձնարարությունները, այս ամեն ինչը կոծկել, քարորիա պատերազմը, 44-օրյա պատերազմը, քո մասին երևի մարդկությունը մոռացել էր, ինչ է արել 70-ական թվականներից, Հերշեի օրոք, Վազգենի օրոք եւ այլն։ Բայց դու եկար կանգնեցիր մի հանգրվանին, որ Նիկոլի հետ հավասար հաթորի վրա նստելու արդեն բան ունես, կոչում ունես, ցիտու։ Եվ քո համար վերջացել է կյանքը։ Վերջացել է ոչ թե նրա համար, որ ես եմ դա ուզում, չէ, ուղղակի դա օրենքն է պահանջում։ Եվ դու էլ քո պահվածքով այսօր փաստում ես այն, որ դու էլ գիտես, որ ժամանակը վերջացել է կամ մոտենում է ավարտին։ Մենք էլ այդ ավարտը որքան հնարավոր է կմոտեցնենք, որ դա մեկ օր շուտ գա։ Դու պատկերացնում ես Անդոն, դու ապրում ես մի երկրում, որտեղ քո ավարտը ուզում են մոտեցնել։ Այ դու այդ երկրում ես ապրում։ Դու ես ստեղծել դա ու պատասխաննել կտաս։ Եվ հերթական Նիկոլականը որոշել է, որ ջրի, մեղմացնի այն, ինչ փաստորեն ձևակերպեց իրենց կուսակիցը, որը ոչ ավել ոչ պակաս, իրենց առաջատար, ասենք ասեմ, ծանր հրետանիներից մեկն է։ Եվ Անահիտ Ավանեսյանն է հասկացել, որ մեծ սխալ է տվել ու մեծ ցավ է ապրել իր համար։ Դա կոչելով անզգույշ արտահայտություն։ Իսկ ես Անահիտ Ավանեսյանին կասեմ, քանի որ դուք բժիշկ չեք, հա, ինչ-որ իրավաբան, որ նշանակվել է այդ պաշտոնին։ Ուղղակի նրա համար, որ ինքը անվերապահորեն ծառայել է Փաշինյան Նիկոլի հանցագործ հրամաններին։ Իհարկե դուք չեք հասկանա ինչ է նշանակում ոգեբանություն, ինչ է նշանակում այս կարգի խոսույթը լինում է այն ժամանակ, երբ որ մարդը կորցնում է ռեալության զգացողությունը, ինքը ներքին համոզվածություն ունի իր անպատժելիության վրա, որը ուղեկցվում է վախի զգացումով եւ լկտիությունը ձեր շարքերում սահման չի ճանաչել 8 տարի։ Եվ այս բոլորի հանրագումարում դու
քո շեֆը Անջանիկ Քոչարյան կլինի, ով ուզում ա լինի, դուք պարբերաբար նման արտահայտություններ եք շպրտում, եթե սա պատահականություն չի, սա այն խոսույթն է, որ դուք խոսում եք ձեր մեջ, սա այն խոսույթն է, որը դուք արդեն հասունացրել եք ձեր եթնագիտակցական մակարդակում, որովհետև չկա ավելի կեղտոտ բան, քան անպատժելիության զգացումը, դրա հետ ներքին լկտիությունը, իսկ լկտիությունը գալիս է ձեր միջավայրից, եթե ձեր մեջ լինեին դաստիարակված մարդիկ, զուսպ մարդիկ ավելի շատ, միջավայրը կլիներ ավելի զուսպ, ավելի հաշվենկատ, կշռադատված, բայց դուք քանի որ բոլորդ Ալեն Սիմոնյան եք, նաև Նիկոլ Փաշինյան, ձեր մոտ դա է ակտիվ, ձեր խոսույթն է, ձեր պահվածքն է, ձեր միջավայրն է, ձեր հոգեվիճակն է, ուստի հնարավոր չէր այս ամեն ինչը չլիներ, սա վրիպակ չի, սա հոգեվիճակը, այն ինչ որ բոլորդ եք այդ վիճակում գտնվում, ուղղակի այս հարցը տվեցին Անդոնին, Անդոնն էլ այդպես պատասխանեց, Անդոնը նման ձև չէր պատասխանի 7 տարի առաջ, 8 տարի առաջ, որովհետև ձեր մոտ այս ամեն ինչ այդքան հասունացած չէր, այնպես որ ցավ մի ապր, բացարձակապես, ընդամենը հերթական անգամ դուք սենց լցրեցիք ամեն ինչ ինչ որ կա ջրերես, ու ասում է հայոց բանակում ծառայում է մեր արժանավոր ու լուսավոր տղաները, ովքեր նախընտրում են իրենց պարտքը հայրենիքի առաջ տալ, նաև մինչև իրենց ուսումնառությունը, այսինքն իրենք տգետ չեն, էլի, իրենք ուսում չեն ստացել դեռ, բանակում ծառայելը պատիվ է և կյանքի համար մեծ դպրոց, որը այլ բանով չի փոխարինվի, ու դրա համար իրենց մեջ ոչ մեկ ծառայած չի, իսկ քանի որ դուք ծառայած չեք և պատմություն չգիտեք, ոչինչ բան չգիտեք, դուք գիտեք մենակ մի բան, կա Նիկոլ Փաշինյան, կաք դուք, չկա Նիկոլ Փաշինյան, չկաք դուք, ես ձեզ մի բան ասեմ, որ ականջների տողանեք, հայկական բանակում ծառայելը դեռ շատ վաղուց, հայրենիքի համար ծառայելը և հայրենիքի համար մեռնելը, դա եղել է արիստոկրատների իրավունքը, ոչ թե պարտականությունը, պատիվն ու իրավունքը, հայկական բանակի նկատմամբ վերաբերմունքը դա է եղել, որ Ռաբիկնովը որ գնայց երկրի համար կռվի ու մեռնի, դա արիստոկրատի պարտքն է եղել, դա ման եղել է աշխարհաժողով, մեծ պատերազմի ժամանակ, երբ որ թշնամին շատ է եղել, գումարվել է աշխարհաժողով, իսկ հայրենիքը պաշտպանելու և դրա համար մեռնելու պատիվը եղել է ազնվականինը, դա իհարկե ձեզ հասու չի, ձեր մոտ ազնվական պատկերացումը հենց այն լավ տղենն է, հենց այն լավ տղեն, որ ինքն լավ տղա է, ինքը չի ծառայում, որովհետև ինքը լավ տղա է, թե չէ, կարող է շատ պատճառներ լինի չծառայելու համար, բայց ձեր պատկերացումը, ինքը լավ ասողը, ինքը չի ծառայ, ինքը լավ տղա է, դա համար չի ծառայ, լավ ասողը դա համար $250,000 տունը ինչա որ չունենա, հասկանում եք, այդ ամեն ինչը գալիս է նույն սերիայից, ու ձեզ ամեն ինչ կարելի է, դուք ամենան եք, և պիտի անեք, քանի դեռ իշխանության եք, այնպես որ ներողություն խնդրելու անհրաժեշտություն ընդհանրապես չկա, վատ զգալու անհրաժեշտություն չկա, ես ավելին ասեմ, ես ուղղակի զարմանում եմ, որ ձեզանից մեկը վատ է ազգում, նույնը ոնց որ բանը, ձեր համար նորմալ է, որ բոլոր օպեր ունեցողները համբալ են, ամբողջը նույն խոսակցությունից է, նույն տեղից է գալի, մենք դա լավ հասկանում ենք, դրա համար Գագիկ Ասատրյանն ասում է մեկի հայրը օպելի վարորդներին համբալ ասում, այս մեկն էլ զինվորներին անվանում է ցածրակարգ, Անդոնը բառացիորեն այսօր թքել է իրենց բոլոր այն ընտրողների վրա, ովքեր բանակում զինվոր ունեն, այո, բառացիորեն թքել է, կամ պատրաստում են ուղարկել բանակ իրենց որդիներին, նա բառացիորեն ասել է հետևյալը, իմ որդին չի ծառայել, քանի որ նա բարձրակարգ մարդ, բարձրակարգ, այո, դե ինձ ասեք, ովքեր են լինելու այն ցածրակարգները, որ ընդունելու են, որ իրենք ցածրակարգ են, որ իրենք համբալ են, որ իրենց ձայն են տալու, դե ասեք տեսնեմ,
Չէ որ որպեսի այդպես ձայն տան, այդ հանգամանքները պետք է ընդունեն անպայման։ Որ 10,000 դրամ ավել ստանալ իրենց կյանքի մեջ ոչ մի բան չի փոխելու, հա։ Որ միշտ չկա խոտ կերեք, սող կերեք։ Դա ձեզ էլ դա էլ ձեզ շատ, հա, որ մի խոսքով բյուջեն իրենցնա, երկիր իրենցնա, մնացածը պետք է յոլա գնա ոնց կարա եւ իրենց խնդիրները դա պետության խնդիրները չի, մի խոսքով չթվարկեմ ամբողջը, թե չէ մի ամբողջ հաղորդում կարելի է դրան նվիրել։ Այո, եւ պատահական չէ, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ չի հարուցել մետրոյում Փաշինյանի վարկագծի առողջության։ Վերջ նշանակում է դա էլ է նորմալ։ Այո, նորմալ է ոչ միայն զինվորներին ցածրակարգ ու տգետ ասելը, նաեւ նորմալ է կնոջ վրա երեխայի ներկայության մատ տալը, տերորի ենթարկելը։ Ոնց եմ ասում, բախտը բերել է, որ ամուսին չի եղել կողքին։ Բախտը բերել է։ Իսկ եթե լավ ամուսին լիներ, տեխնապաները չէին կարող փրկել իրան։ Պարապած ամուսին։ Ուտեղ վարկագծի մեջ ոչ մի բան չկա, նորմալ է ժողովուրդ ջան։ Ինչի՞ եք դուք ներողություն խնդրում մի բանի համար, որը ըստ ձեր հանձնաժողովի նորմալ է։ Հա, հիմա հարց հացակում։ Եթե սա նորմալ է, բայց ձեր աննորմալ է, ինչի՞ է ներողության բանը ստատուսը գրեց։ Չնայած հետո ամբողջ իր հրամանով ինչքան թերթ ուներ իր ոտքերի տակ հարցակվեցին այդ կնոջ վրա։ Հիմա ով աննորմալ ինքը, որ նորմալ բանի համար չակերտավոր ներողություն է խնդրել։ Դա ամեն դեպքում դուք եք աննորմալ, որ նման վարկագծի մեջ փաստորեն դուք հանցակազմ չեք տեսնում։ Ինչպես դատախազ օրինակ մարդու վրա թքելու մեջ հանցակազմ չի տեսնում։ Սա ինչ աղը։ Նորմալ է։ Եթե ազգային ժողովի նախագահը կարող է հրամայի բռնեք թևերից, ես գեմ այդ թքեմ երեսին։ Փաստորեն եւ հանձնաժողովի եւ դատախազի պատմամբ այն ինչ որ արվում է իրենց կողմից դա նորմալ է, բայց այն ինչ որ երիտասարդը արեց եկեղեցուն դրա համար դատարան անպայման եթե կախարանի հնարավորություն լիներ մտածեմ վստահ եղեք կախարաններն էին հանել սա Դավիթին ասեք սա ամեն ինչը շուտ անցնել է շատ շուտ իր համասահմանալու է որպես մեր մղձավանջ կարճ շատ կարճ դրանց ոչինչ չի մնացել սրանց վախի դուք աստիճանը պատկերացեք որ իրենց համար վտանգավոր է եւ վախենալու է նույնիսկ 18 տարեկան դպրոցական երեխան սա ցուցիչ է իրենց վախի սա Դավիթի հանցագործ լինելու ցուցիչ չի այո իրենց կարելի է ամեն ինչ եւ հանձնաժողովներն ու դատախազներն ու դատարանները դա են պնդում այնպես որ Տիկին Ավանեսյան վատ մի զգացեք բոլորովին մենք արդեն գիտենք որ դա ձեր համար նորմալ է դա են ասում ձեր դատախազներն ու ձեր հանձնաժողովները պետական պարտքը գիտեք որ պետություններ ունեն աշխարհի ամենաշատ պետական պարտքը գիտեք որ պետություններ ունեն ամենահարուստ պետություններ ունեն Նախկինում Նիկոլ Փաշինյան ազգային ժողովի ամբիոնից կանգնում են հենց պետական պարտ վերցնելու բոլոր վարկային համաձայնագրերին դեմ էր քվեարկում ասում էր պետական պարտ վերցնելուց հետո մենք միևնույնն ունենում ենք 80-ականների զենքեր ունենում ենք կոնսերվի բանկաներով սահմաններ դեպքում էլ առանց հերթիր սուեր ենք ունենում ձեր դեպքում էլ չկրակող բաներ ենք ունենում 10% կրակող Ռուշիմե ջան ձեր գործը լավ չեք անում ես ձեզ ասեմ լավ չեք լավ արեք իմ գործը թող մի խոսքով արեք ճիշտ հասկանանք էլի ուրեմն որպեսզի մենք լինենք հարուստ երկիր մեր պարտքը պետք է ավելանա հա պարտքը պետք է ավելանա ոչ թե տնտեսությունը զարգանա ոչ թե կրթությունը որակը բարձրանա ոչ թե դպրոցները շատանան պետք է դպրոցները փակվեն տնտեսությունը պետք է վերանա բանակը պետք է փոխանա որպեսզի մենք լինենք ուժեղ երկիր հարուստ երկիր սա է ԿՊ տրամաբանությունը եւ ով սա հիշում է այս փաստերը դնում է դեմ փաստորեն ինքն իր գործը վատ է անում գուցե վատ է անում ասենք ձեր պատկերացումների մեջ որովհետեւ ձեր համար տհաճ է ամեն ինչը լսել բայց
Ձեր 2 ամիս պետքա լսեք։ Դրանից հետո ուրիշ բան կլսեք։ Ուրիշ բան։ Այն ժամանակ արդեն հերոսին ձեզ հարցեր չի տա։ Ձեզ հարցերը կտան այդ օրվա դատախազներն ու դատավորները, քննիչների հետ միասին։ Այնպես որ հիմա ուրախ եղեք, որ ձեզ հարց տալիս է հերոսին։ Ողեք մեր դիտողներ Մնացած թեմա է։ Հիմա հինանորա դուք ասում 80 Հանցագործի հնացածը ո՞րն է հանցագործության։ Ինչու է հնացած։ Ինչքան չեն նշում հնացած թեմա։ Դուք հանցագործեք ընդամենը 5 տարի առաջվա բացահայտված հանցագործության մասով։ Ինչ է նշանակում հնացած թեմա։ Այլևս դուք հանցագործություն չեք։ Հանցագործություն չեք արել, էլ հանցագործ չեք։ Տիպիկ զտալյուն ԿՊ-ականի պատասխան եւ պատկերացում հանցագործությունների մասին։ Ականների զենքը նոր 26 թվիթ հազատխած թեմա էր, որ բերել եք։ Էս էլ իր երթին։ 80-ականների զենքը նոր թեմա է։ Այ հենց սուերի թեմա, սա նոր։ Սա հին է։ Գիտեք ինչի է հին։ ԿՊ-ին տենց է պետք։ Իրանց հանձնաժողովներն ու դատախազները տենց են որոշել։ 80-ականների զենքը միշտ էլ թեմա։ Ուրիշ բան չի եղել։ Ուրիշ բան չի եղել։ Բա մի քիչ առաջ նեղացեք, որ ասցի ընդդիմադիր լրագրող։ Ամենագարշենը գիտեք որն է, որ մեր աշկվելու ու ակարժները սկսում ես ամեն ինչին սովորել։ Մեր երիտասարդները տեսնում են արական սերի ներկայացուցիչի նման պահվածք, նման դրսևորում, նման պատասխաններ։ Սա մշակութային ողբերգություն է մեզ համար։ Մշակույթը մենակ երկերն ու պարելը չի։ Մշակույթը առաջին հերթին դա ավանդույթներն է, չգրված օրենքներն է, փոխադարձ հարգանք մեծերի խոսքի նկատմամբ, արժեքների նկատմամբ։ Իսկ այս ամեն ինչը մեզ արդեն սկսում է այնքան նորմալ թվալ, որ մենք դառնում ենք աննորմալ դրանից։ Մենք սկսում ենք մոռանալ տղամարդը իրան ոնց պետք է պահի։ Այսօր մի հատ տեսանյութ էի նայում, որտեղ այդ ամերիկացիքին նստած պոպկորնով առողջին էր նայում։ Մի զարմացեք, ամերիկյան նամով TikTok-եր։ Կարճ վիդեո էր կնում, TikTok չէ, կարճ վիդեո։ Որտեղ առողջին ասում էր ավելի լավ է մեռնել արժանապատիվ, քան ապրել ստորգի պես։ Լսում եմ, ես արդեն 70 տարեկան կին եմ, ես մոռացել եմ, որ սենց բան կա աշխարհում։ Ես չեմ ուզում որ մենք էլ կամ մեր հետագա սերունդները սենց նստեն նայեն, լսեն միտեղ, ասեն, սենց բան կա աշխարհում։ Իսկ եթե սենց գնա, դա անխուսափելի է։ Եվ հասկացեք, այդտեղ է կորուստը։ Իրական կորուստը տեղ է, որովհետև ամեն ինչ կարելի է վերականգնել։ Կորած ավանդույթները, որի վրա են կառուցվել ամեն ինչ, հասարակություն, հարաբերություններ, երկիր, պետականություն, դրա վրա է կառուցում, որտեղ երբ որ ազգը կորցնում է, ինքը ուղղակի վերանում է քիչ-քիչ։ Ու մենք հիմա մեր երիտասարդները պետք է տեսնեն արական սերի ներկայացուցիչ սա, Նիկոլ, Ալեն, Արարատ, չգիտեմ, Անդոն, սա պետք է տեսնեն խեղճ երեխեք, խեղճ երիտասարդներ։ Ու մեկ էլ Դավիթ, մեկ էլ էս ֆոնի վրա Դավիթ, այս Դավիթ պետք է լիներ, չէ՞ անունը, որ սենց դուրս է գալի 40 գազ հորից ու ասում արի ստեղ։ Ու մեկ էլ այտենց հիշում ենք, որ այս այդ պահերն է, որ սենց արթնանում ենք, հիշում ենք, մենք սա ենք, սա չենք։ Մեկ էլ ընդեղից կյաժնա հիշացնում, որ իր անկերների արունն աստ է թափվել, չի կարելի էս տարածքը դա։ Սենց պատգամներ են գալիս մեզ, էլի սենց հիշացնում են մեզ, որ չի կարելի տրվել էս տականքային հոտին, այս տականքային ընթացքին չի կարելի տրվել, որտեղ այս կոյուղաջուրը մեզ կարող է տանի բացառապես դեպի կոյուղի, այս կոյուղաջուրը այս ընթացքը մեզ լուվր չի տանելու, կամ տանելու դեպքում մաքսիմում լուվրի կոյուղին կտանի, բայց մենք կյանքում այդ արվեստի գործերն այդ շքեղությունները չենք տեսնի, որովհետև այդ դիրքից վերև չի երևում։
Չէ՞ որ առնետը վերև չի նայում։ Ինչպես սրանք։ Լսենք սրանց։ Քայլը լինելու է այդ հետևյալը հենց այնպես որ անհրաժեշտության դեպքում երբ էլ դա լինի մենք կանայք ձեր վերցրած կանայք այքան ուժեղ լինենք որ ոչ միայն հոգեբանական բեկման համար զենանք եւ պատրաստ լինենք գնալ առաջին գից պաշտպանելու մեր հայրենիքը այլ իրական ռազմական նպատակով իմ Կարևոր չի, որ այս տգետը այս տարիքում չի կարողանում միտք ձևակերպել, դա չի էականը։ Սա 20 թվականի պատերազմին է, ժամանակն է կարվել, այդ հարցնող լինելի։ Հիմա այս կադրին, որ նայում ես, ինչ ես մտածում։ Կամ սրան աջակցողներ այս կադրին, որ նայում են, ոնց են բասացում սա։ Ոնց։ Կամ սա ոնց են բասացում։ հիմքը, բայց ես գտնում եմ, որ ամբողջ լրատվական դաշտը պետք է սովորի աշխատել նոր պայմաններում, երբ որ հույս ունեմ լրագրողներին չեն ջնսի, չեն բռնություն, չեն գիրառի եւ այլն, եւ պետք է այն Չեն ճնշի, բռնություն չեն կիրառի, եւ իր ամուսինը չի ասի, որ ժամանակ ոտը քաշեմ, դառնալու եք ֆայլաբազարի առարկա, որովհետեւ ձեր մակարդակը մենակ է դա դանահերիքում, ինչ չընտրեք պատերազմ կլինի, հա, իրանք դառան են, ինչից եկել են մեզ փրկելու։ Գարշելի է։ Գարշելի, իսկ հիմա ես ուզում եմ սա իր հետ նայենք էլի։ Այո, ստացվում է, որ հանձնաժողովը տապալեց օրենքի նախագիծը, ասել, որ հիասթափ գլուխ գովաս, ասես տապալեցի, չկարացավ անի։ Բայց չես ասում, որ դու տալիս ես քո բանակի աշկն ես անում, քո զորակոչը կրիտիկական վատ վիճակում է։ Քո զորքի թիվը 44000-ից 14 տանում, իջել է 14000։ Լսեցիք։ Ասում եմ եկեք միջից ձեռնարկենք։ Ասում են բանա։ Լսեցիք, այ Անդոնը այս մասին պետք է խոսել եւ սա այս հարցին պետք է պատասխան տալ։ Փաստորեն, եթե 44000-ից իջել է 14000, փաստորեն իրականացել են նաեւ Ալիևի հրամանը, որ Հայաստանը պետք է զորք չունենա։ Այ կամ այն քանակի եւ որակի, որը ոչ մի դեր չկարողանա կատարել Հայաստանի պաշտպանության գործում։ Ընդ որում ասեմ 44000-ի ժամանակ Հայաստանի սահմանները Ադրբեջանի հետ շփման շատ ավելի քիչ էին։ Հիմա տասնապատկվել է Ադրբեջանի հետ շփման գիծը եւ դիմացը 3.5 անգամ պակասել է զինվորների թիվը։ Կարող է Անդոն դա դրանից է, որ լավ տղեկը հասարակության մեջ արժանավորները շատացել են, դրաման են զինվորները քչացել։ Հա, կարող է դրանից է։ Կարող ասենք լավ սովորողներն են շատացել, դրաման է բանակը քչացել։ Դատելով ձեր տրամաբանությունից, ես դուք դարել արել եք, էլի, ուղղակի ցույց տվեք, էլի, այդ արժանի տղեկը, այդ որտեղ են, այդ գիտնականները որտեղ են, կարող է փակվող դպրոցների եւ համալսարաններում են, որ փակում եք դրանց, ասենք գիտնականները շատանում են, բայց մենք համալսարանի ֆակուլտետներ ենք փակում, ընդհանրապես ինստիտուտներ ենք փակում, սա ստացվում, շարունակությունը լսենք հələ։ Մեկի մեջ խոսում ես Միսակսյան Հայկը բան, իր PR-ի համար անում։ Միշտ եմ PR-ի համար անում։ Բանակի համար եմ անում։ PR-ի համար անելուց լինի 50 տարի կլինեի ես խմբակցության падգամավոր։ Բայց ամենակարևորագույն հարցերը որ բարձրացնում եմ։ Ինչի համար հարաբերությունն էլ չէ փչանում դրա արդյունքում։ Նախարարների հետ, գործադիր իշխանության ներկայացուցիչ։ Փաստորեն, ինքս հարցերը որ բարձրացնում է, հարաբերությունն է փչանում նախարարների հետ, գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ։ Ինքը որ հարցը բարձրացնում ինչի է 44000-ից ինչ է 14000, հարաբերությունն է փչանում նախարարների եւ գործադիրի հետ, այսինքն դու ինչ ես խանգարում մեզ։ Մենք հազիվ դիտավորյալ բերել ենք հասցնել ենք այս թվին, ինչի ես խանգարում մեզ։ Սարգսյան Հայկը հիմա բացահայտում է պետական հանցագործություն։ Այսինքն ոչ միայն դա կայացել է, նույնիսկ դա կայացել է դիտավորյալ, որի մասին խոսալու դեպքում հարաբերությունն է փչանում։
Չգիտեմ Հայկը հատուկ ասեց սա թե չէ, կամ էս մնացածը հասկացել եմ, ինքը պետական գաղտնիք է բացում փաստորեն։ Ցուցիչների հարաբերությունն է փչանում, բնականաբար, որ մարդու խնդիրների մասին խոսում ես, հարաբերությունն է փչանում։ 2 տարի խնդրում եմ պաշտպանության նախարարին, ասում եմ բանակում շաբաթը մեկա զորքը լողանում։ Հնարավորություն ստեղծենք, თუ ամեն օր լողանա։ Ինչի՞ց է խնդիրը ծագի։ 24 թվականի падգամավորներից մեկը մեր հանդիպման ժամանակ հարց տվեց թոքաբարբով զոհ ենք ունեցել, մահվան դեպք ենք ունեցել բանակում, որ սառը ջրով հավանաբար լողացել է։ Դե ասես մենակ մեր բանակում չի, որ շաբաթը Հասկացաք, թոքաբոլբով մարդուն տարել են սառը ջրով լողանալու 24 թվին։ Այ Անդոնը այս հարցերին էլ պետք է պատասխան տա։ Ասենք սրանք ոչ միայն հավաքում սպանում ու վառում են, նաև թոքաբոլբով հիվանդին ուղարկում են սառը ջրով հիվանդանալու։ Գիտեք ինչի, որտեղ ինքը տգետ է, ինքը լավ չի սովոր, ինքը լավ տղա չի։ Ուրեմն կարա եւ մեռնի։ Այսինքն սա է տրամաբանությունը։ Այս բանակի ղեկավարության, գլխավոր շտաբի պետի, վարչապետի, պաշտպանության նախարարի, հանձնաժողովի նախագահի այս մասին որ խոսում ես, փաստորեն հարաբերություններ է փչում։ Դե ինչ անենք ասում եմ, շատ բանակներ կան, որ շաբաթը մեկ են լողան սառը ջրով։ Թոքաբոլ երախում դուք ուղարկել եք սառը ջրով, որ մեռնի է։ Իսկան բանը լսելուց հետո սրանց որ տականքի ձեռնա գնալու սենց ձեն տա։ Ես այնքան հեշտությամբ եմ սկսել եմ բառն ասել։ Առանց մեկ վայրկյան մտածելու։ Արժի դրանց այդ բառն ասել թե չէ։ Բա ինչ ասես դրանց։ Շարունակություն լսենք։ Մեկա բազմաթիվ բանակներում տենց է։ Ուսումնասիրեմ տասնյակ բանակների փորձը։ Բազմաթիվ երկրներում զինվորները ամեն օր լողանում են։ Հայաստանում աֆրիկական մի քանի երկրներում ու տենց թերի զարգացած երկրներում որ շաբաթը մեկ են լողանում։ Բայց կարևորը մենք պետք է պետական պարտքը մեծացնենք, որ դառնանք լավագույն երկրներից մեկը։ Բայց բանակի լողանալու ցուցանիշները մենք աֆրիկյան երկրներին ենք համաձայն։ Հավասար։ Ասել եմ լրացուցիչ սաղ չի, սա առաջակ եմ, ասել եմ խնդրում եմ, ստեղծենք հնարավորություն մեզ զորքը ամեն օր լողանա։ Դե 2 տարի անցել է նույն վիճակն է։ Հա հիմա ունենք որոշ տեղեր, նոր կառուցված տեղեր, բայց փոքր տոկոսակազմում, որ զորքը կարող է ամեն օր լողանա։ Բայց մեծամասամբ մեր տղերքը շաբաթը մեկ են լողանում։ Դե թող պաշտպանության նախարարության ղեկավար կազմը շաբաթը մեկ լողանա։ Դե թող ուրեմն միջև այդ խնդիրը չլուծեն, իրանք շաբաթը մի անգամ լողանան։ Տենամ կարան։ Բա մեր զորքի համախի պիտի մենք լավ պայման։ Ես հիմա առաջ անգամ եմ հրապարակային ասում, ուղղակի այլ հնարավորություն էլ չունեմ իմ մեջս պահելու։ Ինչ չեն կարող բռնեն։ Երբ Անես Սիմոնյանն ասում է, որ Ադրբեջանն է մեր անվտանգության երաշխիք։ Չեմ ուզում անդրադառնալ այդ հարցին։ Դժվար է։ Այդ նախագծին հարցի գուցե մեր ճշնամիները։ Լսենք։ Կարևոր հարց եք տալի։ Հիմա ասեմ, 19 Ասում եմ, բան պետական գաղտնիք ես բացում փաստորեն, անվտանգության հետ կապված գաղտնիք ես բացում, բա վտանգավոր չի։ Պատասխանը լսեք։ 19 թվին երբ որ 19 թվին դարել 25 գլխավոր շտաբով, բանով, պաշտպանության նախարարությունով, բայ էսա թշնամին կիմանա, մեր թիվը պակասել է, այս ինչ անում Սարգսյան Հայկը եւ Հասկացեք, որ թվից են պակաս ասել։ 19 թվին արդեն իջացել են 25000։ 19 թվին Գիտեմ պետք է պատերազմ լինի, պլանավորել են ու 44000-ից իջացել են արդեն 25000։ Որ ասում ես, ինչ ես ասում։ Ինչ ես ասում, կիմանալ լսեք։ Բայց ես ասում եմ, խնդիր ունենք, պիտի բարձրաձայնենք, որ լուծենք։ Եթե դու խնդիրը չես բարձրաձայնում, դու չես կարող լուծել։ Հետո ինչ դարավ, կներեք։ Մի քանի ամիս հետո ինչ տեղի ունեցավ։ Տեղի ունեցավ 2020 թվականի աղետալի պատերազմը, ու պատերազմից հետո նաև պաշտպանության նախկին նախարարը ինչ ասել։ Ասելա որ ամբողջ պատերազմի ընթացքում Ադրբեջանը ափի մեջ, ասենց 24/7 ռեժիմով հետևել է ամբողջ տեղաշարժը։ Այսինքն իմացել է որ տեղա պաշտպանության բանակի հրամանատարը խոցել է, որ դեն տեղակալները խոցել։ Այսինքն ոչ միայն բացարձակ թվերով է իմացել, այլ անվանական իմացել է հրամանատարների, բանակի ղեկավարության, կարևոր ստորաբաժանումների գտնվելու վայրերը ու թիրախային խոցումներ արել։ Այսինքն Այն միտքը, որ վայ թշնամին կիմանա,
Էդի փլվել է 2020 թվականին, որովհետև թե մեր զորքի տեղակայման վայրերը, թե սնուցման ճանապարհները, թե դիրքերը եւ այլն, բոլորը դիտարկվում են եւ դիտարկվելու են, այսինքն այդ միտքը, որ այ խոսում է բանակի մասին, հեսա գաղտնիությունով մի վիճակը կվատանա, վիճակը քրիտիկական արդեն վատացել է 2020 թվականին դա ֆիքսվել է ու նաեւ այդ քննիչ հանձնաժողովը, որ ստեղծվել է 44 տարի, դրա ընթացքում դրա մասին խոսացել ենք, որ թշնամին սա իմացել է։ Ահա։ Հիմա պարզ է նաև մասամբ, թե ինչի այդ զեկույցները չի հրապարակվում, որովհետև այդ ժամանակ խոսացվել է, պարզվել է, որ թշնամին ամեն ինչ իմացել է։ Այդ դեպքում պետք է հարց առաջանար. ո՞նց։ Ով է մատակարարել այդ ինֆորմացիան։ Ով պետք է պատասխան տալ այդ ինֆորմացիայի արտահոսքի համար, կամ ով է համագործակցել։ Անդոն։ Ոնց նայում եմ, քեզ փրկություն չեմ տեսնում։ Հա, ոնց նայում եմ, քեզ փրկություն չեմ տեսնում։ Պատկերացնում եք, հիմա նայում են մեզ նաև անհետ կորած պատերազմի ժամանակ սպանված ծնողների հարազատներ, բարեկամներ, ընկերներ։ Ասում են, մեր երկիրը գիտեր ու թույլ է տվել, որ իմ երեխու շարժը ամեն ինչով Ադրբեջանը իմանա, բայց այդ երեխու փրկվելու շանսը ինչքան էր։ Ու դրանից հետո ամենասարսափելին այս զիբիլի կատում հայտարարում է 11000 մենք դասալիք ենք ունեցել։ Այն պարագայում, որ երեխեքին ուղղակի սկուտերի վրա մատուցել են թշնամուն։ Սկուտերի վրա։ Եվ տեսանելի, հասանելի, իսկ մյուս կողմից առանց քարտեզ, առանց զենք, առանց պաշտպանական միջոցների։ Մի հատ ֆիլմ կա, այլ դոկումենտալ ֆիլմ է Խրուշչովի մասին, որտեղ ցույց են տալի, որ Խրուշչովը որ հոգնում էր աշխատանքից, գնում էր իր դաչան, հատուկ տեղ ուներ, ինքը բարձրանում էր բարձր տեղ, սնայպերը վերցնում էր ձեռքը, հրացանը, ու իր համար բաց էին թողում վայրի կենդանիներ։ Այդ վայրի կենդանիները փախնելու տեղ չունեին։ Մի քիչ պտտվելու տեղ կար։ Խրուշչովը ուղղակի պատրաստի տեղից, պատրաստի որսնդը դրած, ինքն էլ բանով, սնայպերով, խփում էր այդ կենդանիներին։ Այս է գալի հաշվիս առաջ։ Այս այն արել մեր երեխեքի հետ։ Այս ամեն ինչը կա գրված այդ զեկույցի մեջ։ Հիմա պարզ է նաև ինչի համար այդ զեկույցները չի հրապարակվում։ Ու դրա մասին բոլորը գիտեն։ Սկսած խոշոր երջերավոր տավարից, մինչև Անդոն, մինչև Նիկոլ, բոլոր ԿՊ-ականները։ Ու մեկ էլ իմանում ենք, որ ճակերտավորում դիմությունը չի գնում մասնակցել այդ քննարկումներին, չի գնում լսումներին։ Իրան հետաքրքիր չի այդ դավաճանությունների փաստը։ Երկու բան է նշանակում, կամ ինքը գիտի, կամ իր համար այս իշխանությունների դեմ պայքարել է, իրանց թերությունները մատնանշելու համար, օրակարգի հարց չի։ Ինչ անենք, դավաճանել եք, կազմակերպել եք, հանցանք լավ։ Չոր մեր մեջ խնդիր չկա։ Պարոն Սարգսյան, դուք նաև նիստի ժամանակ նշեցիք, որ մի դպրոցի դասարանում բոլոր տղաները բացի մեկ։ Դա արդեն ուրիշ թեմա է, անցնենք առաջ։ Տեղել հետաքրքիր շրջադարձել է կայանում Լևոն Տեր-Պետրոսյանը, որ ընդամենը մեկ ամիս առաջ ելույթ ունեցավ եւ ասեց ընդդիմությունը պետք է միավորվի Սամվել Կարապետյանի շուրջը, այսօր Սամվել Կարապետյանը մերժել է Լևոն Տեր-Պետրոսյանին, իր հակով հանդերձ, որ գան միանան իրեն։ Հակը ամեն ինչ արել է, որ միանա Սամվել Կարապետյանին, բայց Սամվել Կարապետյանը վերցրել ու մերժել է հակին։ Դե այս անցից գլուխ անում։ Ամեն ինչ այնքան սահուն էր լինում, ասես գծած։ Ինչ է փոխվել այս ընթացքում, ոնց է փոխվել այս ընթացքում։ Իսկականից չեմ կարող ասել, այս բանին չեմ կարող ասել։
մի քանի օր կանցնի ինֆորմացիան կամբողջանա, եւ մենք փորձենք հասկանալ ինչ է կատարում, իսկ մինչ այդ այդ լսենք այս ցտվիկալին ընտրել։ Լավ, այդ ո՞րն է մեր ձեր մոտ հարց չի առաջանում, եթե պարտությունից հետո մարդիկ գնացել ու Փաշինյանն են ընտրել։ Լավ, այդ ո՞րն է մեր սխալը, որ ամեն դեպքում էլի գնացել Փաշինյանն են ընտրել։ Ու դուք նույն գետը երկրորդ անգամ եք։ Ինչպես տեղի ունեցան ընտրությունները։ Հիշում եք ինչպես տեղի ունեցան։ Խորհրդարան ճանաչում եք։ Սա գարավիկն է դաշնակցական։ Ինքը հիմա պետք է ասի արդարանա, ոնց է լինում, որ պարտությունից հետո էլի ժողովուրդը գնում է իրանց ինադու ընտրում է Փաշինյանի կողմ։ Ու իրանք մտնում են խորհրդարան 5 տարի հաշտ համերաշխ ապրում են իրար հետ, ընթացքում ծախում են Արցախը, դատարկում են Արցախը, հանձնում են Հայաստանի տարածքներից, բայց հիմա դժվար է։ Հիմա էլի ուզում են մասնակցել ընտրությանը։ Էլի։ Այդ ի՞նչն է կիսատ մնացել։ Ասենք դեռ Հայաստանից մի փոքրիկ մաս կա, էդ էլ եք ուզում տակ։ Ընդ որում սա այն մարդն է, եթե սան կարելի է մարդ ասել, որ երբ 24 թվականներ, ոնց որ Բաղանիսն ու ոսկեպարն էին տալիս, այս անգամ էլ։ Հա, 24-ներ։ Ոսեն հարցրեցին նույն ձև, արա, դուք 50-60 հազար մարդ ունեիք փողոցում, ինչի ուղարկեցիք դու։ Սա պատասխան է հիշեցնում ձեզ։ Բա մենք օրենք չենք խախտում։ Ու սա նաև է մարդն է, որ հնարավորություն ուներ մեզ գոնե տեղեկացնելու այդ 44 օրյա պատերազմի հանցագործությունների մանրամասները եւ ասում է ինձ պետք չի, ես բոյկոտում եմ, ես չեմ գնում մասնակցել։ Որ գիտեք ինչի, որ դա հարցը չտանի է։ Որ ինքը ստիպված չխոսա։ Հիմա էլի ինքնություններ են մասնակցում։ Հիմա այս ընտրությունների մասին տեսնենք ինչ են պատրաստում ես։ Սիրելի հայրենակիցներ, ժամեր առաջ տեղեկատվություն տարածվեց, որ քաղաքացիական պայմանագիր իշխող կուսակցությունը իր պատգամավորների ձեռամբ ցանկանում է փոփոխություններ կատարել ընտրական օրենսգրքի մեջ, որոնց հիմնական եւ ակնառու նպատակը Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի ընտրությունների մասնակցող դաշինքների անվանումներից անձնանուններ թույլ չտալն է, բնականաբար բոլորս եւ իրենք եւ մենք եւ հասարակությունը եւ չգիտեմ աշխարհաքաղաքականությունը հասկանում են, թե ում մասին է խոսքը եւ այդ որ անունն է, որ այդպիսի ջղաձգումների մեջ է գցել իշխող կուսակցությանը եւ նմանատիպ արտահերթ հապշտապ ծածուկ գաղտագողի ճանապարհով ցանկանում են օրենքների մեջ փոփոխություն կատարել, բայց եւ ցավով եւ նաեւ զավեշտով եւ նաեւ մի քիչ էլ կամահարանքով ու ծիծաղով ուզում եմ հիշեցնել, որ այդ նույն օրենքների մեջ փոփոխություն կատարելը 21 թվականին ձեզ որևէ նորություն, որևէ հաղթանակ, որևէ առավելություն չբերեց, հիշեցնեմ, որ 21 թվականին դուք Վանաձորում իշխանություն պահպանելու համար, Վանաձորում ԿՊԱ-ական իշխանություն ունենալու համար դուք գնացիք այնպիսի խայտառակ օրենսդրական եւ քրեաիրավական խախտումների, որ դա էլ նույնիսկ ձեզ չօգնեց Վանաձորում խայտառակ պարտություն կրելու։ Իսկ այս դեպքում առավել եւս դուք չեք կարող այլևս կանգնեցնել այդ փոփոխությունների թափանիվը, որ բերել է հենց Սամվել Կարապետյանի անունը, նույնիսկ Սամվել Կարապետյանի նկարը, որից դուք այդքան սարսափած եք։ Այսօր արդեն երկրորդ նման հայտարարություն եմ լսում, ճիշտ ասեմ չհասկացա ինչպես պետք է արգելեն Սամվել Կարապետյանի մասնակցությունը դրան, բայց հիշեցի գիտեք ինչ, այն դեպքը, հիշում եք այն ուսապարկին, որ ասում էր, դե մենք մեծամասնություն ենք, մենք կարող ենք, չէ, որոշում ընդունել, ասենք, որ Սամվել անուն ունեցողները չեն կարող մասնակցել ընտրություններին։ Հիշում եք, չէ՞, ուսապարկին։ Ենթադրում եմ, որ նման մի բան են արել, վաղ իմանանք ավելի մանրամասն, թե ինչ է նշանակում, այդ ինչ անուն պետք է լինի, որ արգելեն այդ անունով
կուսակցություն ու դա խանգարելու է Սամվել Կարապետյանին։ Դեռ իմ համար հարց պարզ չի այդ կանեն, որ դեռ ասեմ։ Բայց ինձ հիշեցեց այս տխմարի արտահայտությունը, որքանի որ իրանք մեծամասնությունը կարող են անել ինչ ուզում են։ Հնարավոր է։ Այս կտրուկ շրջադարձները, հայկին մերժելը, սրանց օրենսդրական փոփոխությունները եւ այլն եւ այլն։ Էլի գալիս ապացուցելու նրան այն հանգամանքը, որ այն պատճառները, որ ես նշում եմ Նիկոլի հիստերիայի համար, Նիկոլի վախերի համար այս 18 տարեկան երեխուն ձերբակալելու, Անդոնի այս տեսակի ոչի պատասխանները լրագրողներին տալու, Ալենի հարձակվելու եւ նման պահվածքը սրանց հավաքական բերում է նույն եզրակացության, որ սրանք հասկանում են, որ հողը իրենց տակից փախել է, փախել։ Ես կարող եմ հիմնավորել ինչու։ Կարող է շատ լավատեսեմ, դա ինձ է։ Իրանք ձայն են հավաքելու այնքան, ինչքան անբարոյական կա Հայաստան։ Իսկ ես վստահ եմ, որ տեսակարար կշիռով հայ ժողովուրդ ավելի շատ բարոյական է, քան անբարոյական։ Երբ որ Նիկոլը մեր մեջ տեղ չունի, նիկոլիզմը մեր մեջ տեղ չի կարող ունենալ։ Չի կարող էլի։ Որ հայկական ընտանիք մտնես, անպայման ոնց ուզում ալի կհյուրասիրեն մի բաժակ սուրճ կտան կլինեն։ Ոչ մեկ չի ասի ինչ ես եկել իմ տուն։ Ոչ մեկ չի թռնի քո դեմքի, եթե դու երեխայի հետ լինես, նույնիսկ երեխային կարող քաղցր առաջարկեն, ջուր առաջարկեն, ասեն նստի հանգստացի։ Մի բան, որ նիկոլիզմի մեջ չի տեղավորվում։ Հասկանում եք, այս տրադիցիաներ ունեցող հասարակության մեջ նիկոլ չի կարա ընտրվի։ Չի կարա, եթե ընտրվի նշանակում է այս ամեն ինչ մեկ պատկերացնում եք մեր մասին, չկա։ Բայց եթե նույնիսկ այնուամենայնիվ ինչ որ օրենքով կարողանան սրանք սահմանափակել ինչ որ մի կուսակցության, դա կլինի Սամվել Կարապետյանը, դա կլինի այլ կուսակցության մասնակցություն, ես կասեմ մի բան ամենակարևորը, որ մանևրի տեղ միշտ կա։ Եթե սա ընտրող չունի, ինքը ում էլ աչքերափակի մասնակցելու այս ընտրությունների ժամանակ ինքը հավաքելու է միևնույն է այնքան, ինչքան ինքը պետք է պոտենցիալ հավաքեր, որովհետև այդ ձայները, որ գնալու է Սամվել Կարապետյանին, խոսքի օրինակ այս պարագայում, չի գնալու ցանկացած տարբերակով Փաշինյան Նիկոլին։ Չի գնալու, որովհետև Փաշինյան Նիկոլ ընտրողը դա ունիկալ ընտրող է, ունիկալ ինքը ուղղակի մենակ իրան ընտրում իր շարժառիթներով հիմնավորված, նույնիսկ ասում եմ շարժառիթները որոնք են, դրանք բարոյազուրկ հիշողությունից է ժանապատությունից, զուրկ շերտն կլինի մի 10-15%, բան չեմ ասում։ Իսկ այն մյուս մասը, որ բոլորումների մեջ է ում ձայն տա, եթե Սամվել Կարապետյանն էլ որոշել որ ձայն տա, եթե Սամվել Կարապետյանը նույնիսկ չլինի էլ, ինքը ուրիշի է տալ, Նիկոլ Փաշինյանին չի տալու։ Նենց որ այս ամեն ինչ ավելի է սրելու, ավելի է բորբոքելու։ Խնդրեմ, երկու ամիս կա դեռ, ինչեր պետք է տեսնենք, դեռ ինչեր ենք տեսնելու, երկու ամիս կա մինչև ընտրություն, իսկ մի ամիս մինչև օրինական ընտրարշավ։ Դե սպասենք, մենք դեռ շատ բաներ ենք տեսնել, մի շտապեք։ Իսկ մինչ այդ չմոռանանք ինչի համար ենք հավաքվել։ Ամեն ինչ իր տեղը, բայց թալանը դա սրբազան գործ է։ Սրբազան, դա չի կարելի ոչ մի բանի հետ խառնել։ Վերջին 5 տարում Հայաստանի 8 մարզպետների աշխատակիցներին վճարվել է ավելի քան 4.3 միլիարդ դրամի պարգևաճառ։ Սա պարգևաճառն է, սա աշխատավարձ չի։ 4.3 միլիարդ դրամի պարգևաճառ։ 8 մարզպետարան է ընդամենը։ 8 լավ ամեն մի մարզպետարանում թող մի 15-20 հոգի ասեն, չգիտեմ, դուք կարևոր աշխատող լինի։ Պատկերացնում եք, ասեք մի 150-160 կամ լավ 200 հոգու 4.3 միլիարդ մենակ պատկերավճարին է դեսին։ Սա գիտեք ինչ թիվ է։ Սա սոսկալի թիվ է։ Սրա վրա է հիմնված Փաշինյան ճիվաղի իշխանությունը եւ ինչեր չեն անի սրանք,
այդ փողի դիմաց։ Այնտեղ տեսնում եմ Ալմամիրի մարզպետին, որ Արցախի դրոշն էր հանել տվել։ Այն Արցախի դրոշը, որ այդ դպրոցից զոհված երեխեքը իրենք ստորագրել էին, հակագրել, ուղարկել էին իրենց դպրոց։ Այն անկյունի, այն հրեշի դեմքով չնայած այն բոլորն են հրեշ։ Ինչ էր արել։ Ինչեր չի անի սա 4.3 միլիարդի դիմաց։ Սեփական երեխեքին էլ կտա Նիկոլին կասի։ Կներես, որ մոռացել էի տունես երեխեքին։ Տար, քեզ էլ։ Որ սարի գլխին ուզում ես բայրակդարի տակ դիժուս որպես բան թիրախ։ Թողը։ Փողս դուր, ինչպես Գերամ Նազարյանը։ Ինչ ուզում ես արա։ Այս Սարդարապատի դպրոցի մասին է խոսքը։ Նախ անվստահության հիմքով աշխատանքից ազատվեց Սարդարապատի դպրոցի տնօրեն Կարինե Սմբատյանը, ապա հաջորդ օրը մարզպետի այցի արդյունքում հեռացվեց դպրոցի փառքի անկյունում տեղադրված դաշնամուրի վրայի դրոշը, Արցախի դրոշը, որի վրա գրված էին 44-օրյա պատերազմում զոհված հերոսների անունները։ Ոչ միայն հեռացվեց, այլև կորավ։ Թե որտեղ այն հիմա Հասկանում եք, ոչ միայն հեռացել է, կորել է։ Կորել։ Այդ 6 երեխեն, որ մահացել են այդ դպրոցից, իրանց ստորագրությունը վրեն։ Կորել է, տարել են։ մարզպետի հրահանգից հետո դպրոցում ոչ ոք հստակ չի ասում։ Ես չգիտեմ հիմա կա թե չկա, անկեղծ ասած, այդ օրվանից հետո ես առաջի անգամ եմ դպրոց մտնում, քանի որ դա եղել է 2 օր առաջ։ Ես առաջի անգամ եմ մտնում։ Մի փախի, սա մարզպետարանից է, մի փախի, այ վհու։ Դու ինչ ես, դու վհուկ ես։ Ինչ ես փախնում, եթե գործդ արդար է, դու մարզպետարանի աշխատող, կրթության բաժնում, կանգնի արժանապատիվ, պատասխան այդ հարցերին։ Տիկին, վհուկ, ինչ ես փախնում։ Դպրոցի ժամանակավոր պաշտոնակատար Մերի Մովսիսյանն ասում է նոր է նշանակվել։ Երբ հետաքրքրվել է դրոշի ճակատագրով իրեն փոխանցել են, որ այն դաշնամուրի վրա է հայտնվել, ընդամենը մի քանի օր առաջ։ Մի մեծ դրոշ ես ինձ հետ բերել եմ, որ Հայաստանի Հանրապետության դրոշը երկրորդ հարկի պատին եւս փակցված լինի բարձր տեղում։ Ես կարծում եմ դրոշի տեղը, Հայաստանի Հանրապետության դրոշի տեղը միշտ բարձր պիտի լինի։ Անգիրարած հերթական ուսապարկը։ Ամեն ինչ ուրացած, ամեն ինչ իր թքած ունեցող։ Ամբողջ կյանքի երազանքն է երևի տնօրեն աշխատել, նախորդ Հայաստանի դրոշներ կբերի, այսօր Հայաստանին դա բերել, ես զուր ժման եմ ասում։ Վաղը նույն ոգևորվածությամբ, նույն Նիկոլ Փաշինյանի հրամանով հանելու է տեղեկախի Ադրբեջանի դրոշ։ Նույն վստահությամբ, նույն լայն բացատաշկերով, նույն համոզիչ տոնով անելու է։ Իսկ Արցախի դրոշը, բա ինչ ես խառնվել այդ պատասխանը։ Հակառակն են պնդում։ Ասում են դրոշը միշտ իր տեղում է եղել։ Պարզապես հին շենքից տեղափոխվելուց հետո դաշնամուրը դեռ չէր տեղափոխվել, իսկ երբ այն վերջապես տեղադրվել է, դրոշը կրկին փռվել է նրա վրա։ Դպրոցում այն մասնաշենքում միշտ էլ դրոշը եղել է։ Եղել է դրոշը, հա։ Հին դպրոցում եղել է։ Բայց հիմա ոչ միայն չկա, տեղում չի, այլ ինքն է անհետացել։ Դե ինչ կարող ես նրանց ասել։ Բարձրությանը սահման չկա։ Չկա։ Եվ ոնց եմ ասում, սա ծնտրողները նույնը պետք է լինեն, ուրիշ ոչ մի ձև։ Հատարտու Չախոյանին եմ եկել։ Այգի ենք բարեկարգում ամեն ընտրությունների ժամանակ։ Նե, ոտքով։ Մենք էս ենք անում, մենք են ենք անում։ Ձեր եք արնում ժողովուրդ։ Ուրա 120 միլիոն դրամը նման բարեկարգման աշխատանքները երկար չեն կարող ծառայել։ Այսինքն, հասկանում եք, թքած կպց։ Հասկանում եք, սա մենակ էս բորդուների վիճակը չի, սա մեր պետության վիճակն է։ Մեր պետության վիճակն է։ Այս անով պետք է, այս դեպքերի հետևից գնալ Արթուր Պողոսյանը։ Կարող է գնում էլ է, կարող է չի էլ գնում, ուղղակի բերում են, դնում են իր դեմը, այն ինչ որ իրան պետք է։ Ուղղակի մոռացել էր գործառույթները ոնց են։ Իհարկե։ Մենք ուղղակի հիմա հիշացնում ենք, ոչ թե նրա համար, որ ինքը մոռացել է, չէ, մենք իրան հիշացնում ենք, որ հստակ լինի, որ մենք չենք մոռացել դրա մասին։ Ամեն ինչ իր ժամանակին, իր հերթով, առանց խոճապի։
Եվ հիշում եք, մի 2-3 շաբաթ առաջ էր ասացի, որ Թուրքիայում ձերբակալել են ցեղասպանության մասին ֆիլմ նկարած եւ ցուցադրած ռեժիսորը։ Դատարանը արդարացել է։ Հայաստանում կդատապարտեին։ Հայաստանում նույնիսկ Հայաստանի անկախության մասին ֆիլմը թույլ չեն տալի, ու դատարանով են արգելում, որ դա թույլ տա։ Իսկ Թուրքիայում փաստորեն ճիշտ է, ցույց տալուց հետո ձերբակալել էին, բայց դատարանը արդարացել է։ Դուրս է գալիս Թուրքիայի դատարանը ավելի, ասենք ասեմ, չասեմ օբյեկտիվ, ավելի հայամետ է, քան Հայաստանի դատարանը։ Կարող եք պատկերացնել։ Թուրքիայում դատարանը արդարացել է ցեղասպանության մասին ֆիլմի ցուցադրումը, Հայաստանում դատարանը արգելել է Հայաստանի Հանրապետության անկախության մասին ֆիլմի ցուցադրումը։ Սա Նիկոլի Հայաստանն է։ Շտում արդեն ավելի փաստեր պետք չի մեզ։ Լսենք սա։ Responding to a new deadline from President Trump, who's threatening to bomb Iranian power plants and other infrastructure unless the Strait of Hormuz is opened by tomorrow night. Iran's Navy Command now posting on social media, the Strait of Hormuz will never return to its former state, especially for America and Israel. Եղսով։ Վաղը արդեն այսօր լրանում է 48 ժամը, եւ Թրամփը խոստացել է զրոյացնի, ոչնչացնի, շփրտի քարեդար Իրանի եթե չբացեց Հորմուզի նեղուցը։ Դա խոստացել էր այսօր լրանում է 48 ժամը։ Իրանը միանգամից է պատասխանել այդ հայտարարությունից, եկա որ Հորմուզի նեղուցը այլևս երբեք չի վերադառնալու նախկին վիճակին եւ նա մշտապես փակ է մնալու Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իսրայելի համար։ Ու վերջ։ The response coming hours after President Trump's profanity-laced threat warning Tuesday will be Power Plant Day and Bridge Day all wrapped up in one. Trump ordering Iran to, in his words, open the expletive strait, you crazy expletive, or you'll be living in hell. Եվ այստեղ ամենավատը այն չի, որ Իրանը ասենց ուղիղ պատասխանել իրան, ամենավատն է, որ ամերիկյան բոլոր փորձագետներն ասում են, որ Ամերիկայի շանսը Հորմուզի նեղուցը բացելը ռազմական մեթոդներով ուղղակի բացառվում է, զրոյական է։ Մաքսիմում Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ընթացքում Ամերիկան ոչ թե Իսրայելը ունենա այն աստիճանի կորուստ, որ ինքը երկար ժամանակով կկորցնի աշխարհում իր դերը ռազմական գերակայության այս ստեղծած միֆի մեջ։ Այսինքն այս պատերազմում պարտվելը, Հորմուզի նեղուցի պատերազմում պարտվելը Ամերիկային կզրկի աշխարհում իր ռազմական դոմինանտության այդ մտքից ընդհանրապես կզրկի, որ այս պատերազմը, այս անուղեղ պատերազմը, որ Թրամփը ձեռնարկել է, սա ոչ միայն տնտեսության համար է սոսկալի Ամերիկայի եւ ամբողջ աշխարհի, այլ ռազմական տեսակետից եւ ռազմական իմիջի առումով սա կորսանար լինելու, որը անխուսափելի է, որը ոչ մեկ ոչ մի հնարք չի տեսնում ստեղ, որ դա կարելի է լուծել, բացի Թրամփից։ Դե Թրամփը տեսնեք, ես մի քանի ժամից տեսնեք ինչ է կատարվել։ Միշտ Իրանի հետ լավ հարաբերությունների մեջ գտնվող պետությունները, նաեւ Ֆրանսիան, իրենց բեռները հանգիստ տանում բերում են։ Իրանը ստեղծել է մի իրավիճակ, որ ստիպել է երկրներին ընտրություն կատարել։ Դու ում հետ ես։ Կամ դու վճարում ես $2 միլիոն, կամ եթե ուզում ես անվճար անցնես, ասա ում հետ ես։ Կամ նավթը պիտի գնես չինական յուանով։ Խնդրեմ։ Մի բան, որ երբեք չի եղել այդ տարածքում, Իրանը նման քայլերի չի գնացել, թույլ չտվել Իրան ուղղակի, որպես պետություն։ Բայց հիմա ուղիղ իրանց լեզվով պատասխանում է։ Ու ասեմ, ընթացքում այն կարգի, որ PR սրանք արեցին Իրանի համար, Իրանը միլիարդներ ծախսեր չէր կարող անել։ Իրանի իմիջը աշխարհով մեծամասնության համար դա ինչ-որ անհայտ հետամնաց մութ տերորիստական, իսլամական բառի բուն իմաստով, ոչ թե անունով իսլամական, չէ,
հետամանած որ 11-12 տարեկան երեխեք ամուսնանում են բան են անում, ասենք, տենց էլ։ Իսկ հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգները ընես ներկայացեց, ստիպեց իրանցիներին, որ խոսան, ստիպեց իրանցիներին, որ ներկայանան, ստիպեց իրանցիներին իրենց պատասխանեն, ընես որ ամերիկացի ժողովուրդը շշմել է, ոնց տղամարդկության արժանապատվության մասին այսօր խոսացող կա, հա, այսօր չհանձնվող կա Ամերիկայի Միացյալ Նահանգներին, ոչ թե միայն չհանձնվող, այլ նաև անես պատասխանա տալիս, որ իրենք երբեք ոչ մի տեղից չեն ակնկալել։ Հիմա լսենք սրանց պրոպագանդան այսօր, ասում է, մեր ազգը, ամերիկյան ազգը հիմնված է հուդա քրիստոնեական արժեքների վրա։ Բա ոնց հիշացնում է, որ ամերիկացի դու ջհուդա քրիստոնեական, ոչ թե քրիստոնեական, ջհուդա քրիստոնեական արժեքների վրա ես հիմնված, հետևաբար դու պարտավոր ես իծն է արդեն դեֆոլտ աջակցել Իսրայելին։ Ամերիկացիները խառնվել են իր, ասեն մի վայրկե, մենք դες բան չենք պայմանավորվել։ Նախ իմ կրոնը ընդհանրապես կապ չունի Իսրայելի հետ, ջհուդության հետ կապ չունի, համենայնպես իրենց տենց թվաց է, այն որ ուներ, դրանք կասկած չունեն, այն մնացածն էլ ուրիշ կրոնների ներկայացուցիչ են։ Ամերիկայում գոյություն ունեն աշխարհում բոլոր կրոնները, բա ասենք չգիտեմ, հինդուները ինչ անեն, հնդիկները ինչ անեն, ասենք մահմեդականներն ինչ անեն, անհավատներն ինչ անեն, բողոքականներն ինչ անեն, բոլորը, հա, պետք է Իսրայելին պաշտպանեն, ասում են, սրանց նարատիվը, էլ բան չկա, էլ ոչ մի բան չի մնացել մոտները, շարժարիտ, հա, չկա։ Մոտիվացիա, ժողովրդի մոտիվացիան մնացել է ջհուդա քրիստոնեական գաղափարախոսությունով պարտադրել, որ դու պարտավոր ես Իսրայելին։ Ես MSN.com-ն գրում, որ վերջի ելույթը Թրամփի, որտեղ ինքը աղաչում է ժողովրդին, որ իրան օգնի, մի քիչ էլ օգնի, որ հեսա շուտ ավարտվելու է պատերազմը, արդեն այսօր քանիսն է, 6-7-ը, 1 ամիս 7 օր, ասել է, թե 5 շաբաթ է, գնում է պատերազմը, 5 շաբաթ եւ ավել, այո, 5 շաբաթ ավել գնում է պատերազմը եւ ինքը խոսքեր տվել 2-3 շաբաթվա մեջ ավարտեր, կամ 5-6 շաբաթվա մեջ ավարտեր, հա, 5-րդ շաբաթը գնաց արդեն։ Ու արդեն բոլոր անալիտիկներն են ասում, որ սա արդեն չի հասկանում ինչ է խոսում, նույնիսկ ինքն էլ չի հավատում ինչ է խոսում, որովհետեւ իր ձայնը, իր շարժի ձևը վստահում է մի բան, սա էլ ելք չունի հետ կանգնելու պատերազմից, որովհետև Նետանյահուն ցպտի ինտերնետ սրա արկածները մանկահասակ երեխաների հետ, նաև սրա արկածները էլի, Ռուբեից սկսած մինչև հերթստեք շարունակել նույնպես չի կարող, ինքը լավագույն ուժերին է շպրտել այնտեղ, լավագույն դեսանտներին այնտեղ շպրտել տարածք, որոնց սխրագործության արդյունքում իրենց պայթած ինքնաթիռի օդաչուն փրկվեց, բայց իրանն էլ ասել էր, մի անհանգստացեք, եթե հայտնվի մեր մոտ, ինքը ավելի ապահով է լինելու, քան ձեզ մոտ այդ օդաչուն։ Մարդը պարզ հայտարարում է, մի անհանգստացեք, եթե մեր տեղը մենք մարդակեր չենք ձերնում, մենք չենք եկել ձեզ սպանելու, բայց արդյունքում ոնց ուզում լինի, ինքնաթիռներ է խփվում, ուղղաթիռներ է խփվում, եւ ցայնավյուսներ կամ որտեղ արդեն հստակ երևում է կորուստների չափը։ Դա գնաք երթում։ Իսկ Նետանյահուն սա Երուսաղեմի փոստնագրվում, Time of Israel, Երուսաղեմի ժամանակը, Իսրայելի ժամանակը։ Նետանյահուն զգուշացել է Թրամփին, ոչ մի զինադադար։ Վերջ, ինչ զինադադար, տար քո միջոցներով, քո զինվորներով, այդ հարցերը լուծի։ Այսպես նստած պատվիրատուն, մի ամբողջ երկիր 340 միլիոնանոց, ասում է ինչ անի, ընդ որում ինքը չի մասնակցում այս պատերազմում։ Ինքը Լիբանանում ամբողջ ժողովուրդ է սպանում, Գազայում ամբողջ ժողովուրդ է սպանում։ Իր գործը դա է։
իր գործը դա է։ Նայենք אתמול כבר עשיתי פגישה ראשונה עם השב"ס על התנעת החוק. אני רוצה להגיד לך שהם כבר התחילו להזמין מדים אדומים, פותחים אגף של נידונים למוות, מקימים מה שנקרא מתקן. Տեսնում եք այս պարանը իրանց նոր բրոշները են Փաշինյանի վաղը ոնց է իր պատկերացած Հայաստանի պատկերախփելոշին, սրանք պարան են, այսինքն կախաղանի սիմվոլն են կպսել իրանց դոշին եւ ուրախացել են եւ նշում են աչուձախ, որ իրանք վերջապես օրենք ունեցին, որ բոլոր գերիներին, որ իրանք բռնում են տարածքում, իրանք ուղղակի օրենքով, այսինքն կարող են սպանել օրենքով, այո, նայեք, մեն էս երեխեքին են բռնում, արեստից երեխեքին։ איך לוקחים ילדים? איך לוקחים ילדים קטנים? איך לוקחים ילדים קטנים בגלל מתנחלים. Դուք ինձ ասեք սրանց եւ ասենք են թուրք բարբարոսների եւ ինչերիների տարբերությունը որն է, կա այս տարբերություն, ասեք էլի, կարող է ես ինչ-որ մի բան չեմ կարողանում, ես ինչ-որ մի բան չեմ պատկերացնում, ասեք էլի, իմ համար չկա, սրանք ես ես կարող է որ նայում եմ, իմ համար գալիս են տեսարանը, երբ որ թուրքերից թուրք զինվորները մտահայկական գյուղերն էին դատարկում, տղամարդկանց սպանում էին, կանանցել իրենց տներից էին հանում ու դեպի անապատ, սրանք էլ են հանում տղամարդկանց բանտ, որտեղ պետք է սպանեն, ընտանիքներն էլ տներից հանում են, որ հրյաները կան տեղ ապրեն։ Սա ռազմական մեկնաբան է Ամերիկայի Միացյալ Նահանգների, որը պատմում է իրանական դրոններն ինչ են անում Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Since the start of the Iran war, Shahed drones, among other types, have predictably emerged in massive numbers, flying at everything from military bases to hotels. Now, they're posing an increasing problem. As we predicted in our Iranian air power review before. Խոսքով ամբողջը այլ փոխարեն դες մի անգամից թարգմանաբար ներկայացնեն, որ այս պատերազմի սկզբից պարզվեց, որ ամենամեծ խնդիրը իրանց Իրանի դրոններն են, որ փաստորեն գնալով ավելի շատ հսկայական խնդիրներ են առաջացել արդեն Իրանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իսրայելի համար։ Մի քանի ասպեկտներով։ Նախ իրանք շատ պրակտիկ են այս դրոնները, իրանք էժան են եւ որոնց խփելու վրա հսկայական ծախսեր է արվում, եթե կարողանում են խփել, անհամեմատ է խփած դրոնի եւ օգտագործված հրթիռների քանակն ու արժեքը, երկրորդներն են պարագայում, որ շատ ողմակով են գալի սվորնակոշում, եւ ոսեն շատ են գալի չեն հասնում խփել, ցանկացած դրանց սովորական դրոնը ինքը կարողանում է անհամեմատ մեծ վնաս տալ։ Ու դրոնի խփմանը տվյալներն ներկայացված, որ չնայած ինքը շատ պրիմիտիվ է սարքած, բայց մեծ էֆեկտիվություն ունի ու իրանց հաղորդային պաշտպանության համար դա խփելը ասեն խնդրեմ է։ Եվ այս պատերազմի ամբողջ ընթացքում իրանք ոչ միայն չեն կարողացել գտնել այդ դրոնների խփելու ձևը, այլ իրանական դրոններն են դարձել ավելի լավը, ավելի բազմաձև, որ նույնիսկ եթե սովորում են մի ձևի դրոն խփելը, հաջորդ բաժանի դարձնում են մեկը, որ սրա պարամետրներն ու սրա խփելու ձևը իրենց անհայտ է։ Սա ռազմական մեկնաբաններն են ասում Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ իրանք ուղղակի հուսահատված են տրամադրել զատիկի օրով Տրամպը երակներն էր կարդում, գողով էր ամբողջ կոկորդով, որ բացեց Հորմուզը։ Իսկ Հորմուզը չի բացվելու։ Չի բացվելու, որտեղ ինքը ոչ մի լծակ չունի դա բացելու համար։ Ինքը մտածում էր Վենեսուելայի նման մի բան է, կգողանա նախագահին, նավթը կխելի ռեկետյորի նման, հա, ուֆ, լավ այլի, շարունակի ղեկավարելը։ Նենց եմ ափսոսում, որ այս ամեն ինչում Իրանը մենակ է։ Ինչու, որովհետև ես կուզենայի տեսնել այս չարիքի դեմ կոալիցիա։ Իսկ Իրանը հիմնականում մենակ է, հիմա միացել է Եմենը, հութիներն են միացել, բայց ավելի մեծ կոալիցիա կուզենայի տեսնել, որ իմանայի, որ աշխարհում
գերագույն գլխավոր չարիք Իսրայելի դեմ, իր Էփստինի կոալիցիայի դեմ ավելի մեծ բանագործում։ Ստուղակի մյուս կողմից էլ հուսահատողներն է, որ ձեռնպահներն են շատ ու նայում են հանգիստ, թե Իրանը ոնց է վերջացնել այս պատերազմը։ Իսկ Իրանը խոստացել է, որ այս պատերազմը վերջանալու է ռեժիմի փոփոխությունով, բայց Իրանում եւ բայց Ամերիկայում եւ Իսրայելում։ Այս աչի կողմից մեծահասակ մարդը սա այն մարդն է, լրագրողն է, որ Իրանը պետք է զենք չունենա ընդհանրապես։ Զենք պետք չունենա։ Մենք ամեն ինչ պետք է անենք, որ ինքը զենք չկարողանա արտադրի, զենք չունենա, մի խոսքով։ Ու այս տղեն, այն երիտասարդ կադրի մեջ էլի նույն տղեն է, որը Ռեյգանի ժամանակ դատվել է Իրանի զենք մատակարարելու գործով։ Մի հայտնի տես պատմություն կար, որ հեղափոխությունից հետո, երբ որ իսլամական հեղափոխությունն եղավ, Իրանն ու Ամերիկան թշնամի երկրներ էին, չէ՞։ Բայց որպեսզի Ամերիկայի Միացյալ Նահանգները հովանավորի զենք գտնի Հարավային Ամերիկայում այդ կոնտրաներին հովանավորելու համար, որտեղ իշխանություններին տապալ են, ինքը չէր կարող ամերիկյան զենք տալ։ Նախ այդ կոնտրաները չգիտեին ոնց օգտագործեն այդ զենքը, երկրորդն դեկերև որ Ամերիկան ասինում եւ ինչ անել այդ ժամանակ ինքը զենք էր վաճառում Իրանին, իր թշնամի երկրին, այս երիտասարդի ձեռքով, դիմացը փող չէր վերցնում։ Դիմացը Իրանը իր սովետական զենքերը տալիս էր Իրան, իրանք էլ ուղարկում էին Հարավային Ամերիկա։ Մեր խոսքով երբ որ բացվեց այդ հանցագործ թեման, դե Ռեյգանն էր այն ժամանակ կարողացան ասել ես տեղյակ չեմ եղել, բայց ինքը անպայման տեղյակ էր։ Մեր խոսքով դատեց այն մարդը, այս երիտասարդը, ով զենք էր վաճառում Իրանին, այս նույն մարդը պնդում է, որ Իրանին չի կարելի զենք վաճառել։ Լավ պատմություն է, դեսնայեցինք։ Սա Ջուլիան Ասանժն է։ Ինքը գնացել է Կաննի ֆեստիվալ, որտեղ իր մայկայի վրա գրած է 4986 պաղեստինցի երեխաների անուններ գրված վրան մանր տաղերով, որոնք սպանվել են Իսրայելի կողմից։ Սա գնացել է Կաննի ֆեստիվալ։ Ջուլիան Ասանժը։ Այս տեսանյութը հրապարակել է Իրանի իսլամական կորպուսը, սրանք ամերիկացիներն են, նայեք։ Հենց Իրանի տարածքում է, Իրանի տարածքում։ Ես հիմա չեմ ուզում, սա Իրանի լրատվամիջոցներն են, սա բնական կապել է, չեմ ուզում պնդեմ, թե ինչքանով է իրական, ինչքանով իրական չի, բայց ես ասեմ մի բան, որ անխուսափելի է սա։ Անխուսափելի է, իրանք դե բազաներ չունեն, իսկ իրանք իրենց բազաներում նույնիսկ ապահով չէին։ Ես ասել եմ, ամերիկացի զինվորները իր ամերիկյան բազայում նույնիսկ ապահով չէր։ Եվ 13 ռազմաբազա կարողացավ ոչնչացնել Իրանը։ Դուք պատկերացրեք այդ անպաշտպան զինվորներին բերել լսել են անապատի մեջ, դրոնների տակ, Սպուտնիկը բերելից, դրոնը կողքից, ինչ են անելու այս երեխեք։ Ինչ պետք է անեն, ասենք լավագույն իրանք զինվորներն են, լավագույն ասենք, բայց ինչ պետք է անեն այս սնայլադիտը, ոնց որ մեր երեխեքին տարան լցրեցին։ Ես ասում Նիկոլի ու Թրամփի մեջ տարբերություն չկա։ Շատերը դեռ չեն հասկացել, եթե ես զգացել եմ, որ չեն հասկացել տարբերություն, որ տարբերություն չկա։ Ուղղակի ես չեմ կարողանում հասկանալ, մի մարդը ոնց կարող է դեմ լինի Նիկոլին, բայց կողմ լինի Թրամփին։ Իմ մոտ սենց ուղիղ պայթում է, ես չեմ կարողանում հասկանալ, էլ այդ կրկնակի ստանդարտները։ Իսկ հիմա վերադառնանք մեր մոտ։ Մալեն Սիմոնյան, զենք ով են դա։ Իսկ զենք բռնել չգիտեն դրան։ Մենակ թքել գիտեն։ Տո դավաճանից էլ մի բետար ավել են այդ ցավը տանեմ, սանց ծախին ծամի։ Լավ է, չէ ծախեցին, ծամեցին, ծախին ծամի։ Կարծիքով ինչու ապրիլյան պատերազմի 10-րդ տարելիցին իշխանության ոչ մի ներկայացուցիչ եռաբնի չէր։ Որտեղ իշխանության ներկայացուցիչները թուրքի ներկայացուցիչներ են, ես իրենց հայ չեմ համարում։
իրաց քայլերով այլել։ Միանշանակ իրանք Թուրքի ծնունդ են։ Իրաց ղեկավարի գլխավորությամբ։ Ես ուրիշ բան չունեմ ասել։ Շատ վատ։ Հայի երկրում, Հայաստանում նման բան չպետք է լիներ։ Մենք հերոսներ ենք ունեցել, մի ամբողջ ծերունդ ենք կորցրել։ Թքել ես այդ բոլորի ճակատին։ Առանց որևէ բանի։ Թող բոլորն էլ տեսնեն յուրաքանչյուրին, իրանք որ իրանք լակոտ հալով երեխեք են, դպրոցական երեխեք են նստածում, մենակ իրանք վախերը զսպելու համար, ես թքել եմ բոլորի ճակատին։ Ասեց ու հուզվեց ընկերը։ Ես որ ասում եմ հայ մարդու մեջ հայկական միջավայրում նիկոլ չի կարող ընտրել, պատահական չեմ ասում։ Մենք հայերով շատ ընդհանուր բան ունենք, անկախ կրթական ցենզից, անկախ կյանքի պրակտիկայից, մասնագիտական կողմնորոշումից, մենք շատ ընդհանուր բան ունենք, շատ։ Մենք դա չգիտենք, բայց կողքից շատ արագ ֆիքսում են դա։ Ու այս ընդհանուր մեր արժեհամակարգի մեջ, որ ես նայում եմ իրոք, Նիկոլ տեսակը տեղ չունի։ Մենք կրթված մարդ, սիրող ու հարգող մարդ ենք։ Մենք գնահատում ենք կրթությունը։ Երևի Հայաստանը շնչին ընկնող բարձր կրթություն ունեցող ստացած երկրների մեջ եւ ամենաառաջի տեղերում էր գոնե, չգիտեմ հիմա պատկերը ոնց է, հա։ Այսինքն Հայաստանում միշտ այդքան կարևորվել է կրթությունը, կրթական ցենզը, բարեկրթությունը։ Սրանք իրենց ամբողջ դրսևորումներով հակա են, հակահայ են, հակամարդ են, իրենց ամեն ինչով են հակա մեր ընդհանուր միջավայրին։ Այս սրանք ոնց որ պատահական վիրուս ընկածել են մեր մարմնի մեջ։ Իսկ ցանկացած վիրուս ինֆեկցիա ինքը դուրս է գալիս։ Կներեք կամ պրիշիկի ձևով է դուրս գալի, կամ թարախի ձևով է դուրս գալի, կամ տաքության ձևով է դուրս գալի, կամ մի խոսքով դուրս է գալիս։ Մեր օրգանիզմը դեռ մեռած չի։ Իսկ ցանկացած օրգանիզմի իմունիտետը դա գիտակից խելացի մասսան է այդ ազգի մեջի։ Խելացի մասսան ինչքան շատ է, այնքան այդ ազգի իմունիտետը բարձր է։ Ես հավատում եմ, որ մեր ազգի մեջ խելացի մասսան այս ընկերոջ պես պարզ հստակ մարդկային ոչ մի ավելորդ բան։ Գիտական աստիճան պետք չի սրա համար։ Մարդ լնելու համար գիտական աստիճան պետք չի։ Բարձրագույն կրթություն էլ պետք չի։ Մարդ լնելու համար ընդհանրապես պետք է մարդ լինել, էլի։ Հարգել, սովորել, սիրել, ցավակցել, ապրոմակցել, տարբերվել անասունից, ընդհանրապես։ Դրա համար վերջում ես եմ ուզում ցույց տալ, որ տեսնեք, որ կան մարդիկ, որ չեն տարբերվում։ Ինչ վատ բան պատահեց Արցախը լքելուց հետո։ Հիմա մենք կարանք առևտուր անել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ։ Ես 20 տարի դուրս չեմ հելել Երևանից։ Ինչին է պետք է Ստեփանակերտը կամ Մերգասա ինձ Այս էլ կա։ Ինքը 20 տարի դուրս չի եկել Երևանից։ Եվ հիմա կարա Թուրքիայի հետ առևտուր անի։ Նա ուզում հարցնեմ ես տիկնոջ էլի։ Դու 20 տարի որ դուրս չեք եկել Երևանից, Արցախն էր մեղավոր։ Դու այն ժամանակ էիր կարելի գնալ Թուրքիա առևտուր անելու, ու դու գնում էիր ամենայն հավանականությամբ, կամ քեզ տանում էին, չգիտեմ ինչի համար։ Արցախը քեզ ինչու՞ր խանգարում։ Դու հիմա էլ չես կարող Ադրբեջան գնաս, որովհետև որ հիմա գնաս, քեզ անցնե բան չի մնա։ Ուզում ես փորձիր։ Իհարկե սիկա։ Իհարկե սիկա։ Ուզգուշ եղեք այս տեսակից։ Իմացեք, որ սա կա։ Սա առաջի վտանգն է ոչ թե միայն մեր պետականության, այլև ցանկացած մեկի, ով ճանաչում է սրանց նմաններին։ Սրանց նմանների համար սրբություն չկա։ Քո ցավը չկա։ Այսինքն քո ցավը իր համար իր ցավը չի։ Ինչն էս է պետք Արցախը։ Ես 20 տարի տնից Հայաստանից դուրս չեմ եկել։ Վերջը ինքը 20 տարի Հայաստանից դուրս եկել, ուրեմն Արցախն էլ պետք չի, ախպեր դու էլ պետք չես, դու Երևանն էլ պետք չի, Գեղարքունիքը ինչին է պետք։ Ինքը 20 տարի կարող սև անել չի գրացել։ Իրա ինչին է պետք։
Հիմա կարա Թուրքիայի տարածքանի։ Իմացեք լեսիկա։ Հերո մնացել։ Սանց վերաբերվել ոնց չումայի։ Չումայի, ասում մարդ, որը բացի վնասից ուրիշ բան չի կարող տալ։ Եթե նույնիսկ սա ամենահալազատ մարդն է ձեր համար ներող, բայց սա իրականությունն է։ Զուր շեղեք։ Այսօր մոռացքանը, դա մնացեք։